Չար մարդոց մի նախանձիր, անոնց հետ կենալու մի ցանկանար, վասնզի անոնց միտքը բռնության մասին կխորե, անոնց շրթունքները բռնության վրայով կխոսե, տուն իմաստությամբ կշինվի, հանճարով կհաստատվի, շտեմարանները գիտությամբ, և ամեն տեսակ պատվական ու վայելուչ գանձերով կլցվի, իմաստուն մարդը զորավոր կլնա, իմաստությունը հիմարի համար շատ բարձր է, Առակաց 24 գլուխ 1-5 խոսք, բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, դուրս եմ եկել և ձեզ ցույց եմ տալիս եղանակը, մռայլ, անպամած, խոնավ եղանակ է, անձրև չկա, ձյուն դեռ չի եկել, բայց դե եղանակը շատ մռայլ է, եղանակը կապ չունի մեզ հետ, սիրելիներս, մենք ուրախ ենք Աստծով, փառք տանք Տիրոջը և գոհանանք ամեն օրվա համար։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ մի շատ համեղ քաղցրավենիք, քաղցր շարոց, մենք արտաշատցիներս ասում ենք պոպոքով սուջուխ, կարծում եմ չկա մի մարդ, որ այդ քաղցրավենիքը չսիրի, առաջնահերթ ընկյուզները լավ լվանում եմ գոլ ջրով, որովհետև գնված է շուկայից, չգիտենք որտեղ է դրված պարկերը, փոշի է, մի խոսքով ես լվանում եմ, եթե լիներ մեր հողամասի ընկյուզները, իհարկե մաքուր են և չէի լվանա, կկոտրեինք և կշարեինք, բայց քանի որ գնված է, ես լավ պետք է լվանամ, հələ ջրի գույնը, մի կողմից ընկյուզների գույնն է, մի կողմից էլ կեղտ է, տեսնում եք, մի հատ էլ լավ կլվանամ, կդնեմ, ջրքանվի, նոր հաջորդ քայլը ցույց կտամ, թե ինչ եմ անելու, սենց կպահեմ ջրի տակ, մի հատ էլ կցողեմ ջրով, այսպես, վերջ, թող ջրքանվի, սիրելիներս, արդեն ջրքանվել են ընկույզները, ես բաժանում եմ երկու մասի, կարող ենք չբաժանել, ամբողջությամբ շարել, բայց ինձ մոտ ընկույզները խոշոր են, ես կբաժանեմ երկու մասի, ընկույզները, որ խոնավ են լինում, սիրելիներս, ավելի լավ են շարվում և չեն կոտրվում, ես հիմա բոլորը կկիսեմ, երկու մասի կբաժանեմ, նոր կսկսեմ արդեն շարել թելի վրա, շատ ընտիր ընկույզներ են, սիրելիներս, մի հատ կտոր, մի հատ փշուր չկա, և մեզ համար պետք է պատրաստեմ, և աղջկաս համար պետք է պատրաստեմ, հիմա այսքանը տախտակի վրայինը երկու մասի կբաժանեմ, նոր արդեն կսկսեմ շարել, աշխարհով մեկ խաղաղություն եմ ցանկանում, զինվորներին խաղաղ ծառայություն, անփորձանք ծառայություն, իմ լավ բարեկամներ, ասեղը թելել եմ ամուր թելով, ձեռքիս դրել եմ մատնոց, հիմա ցույց եմ տալիս ձեզ սիրելիներս, կես ընկյուզը դնում եմ ամենատակի մասը, թելն անհրաժեշտ է անցկացնել ընկյուզի մեջտեղի մասով, այնպես որ ընկյուզի փոսիկները դեպի վերև լինեն, հետո շարում եմ մնացած ընկյուզները, որ երկու մասի էի բաժանել, սիրելիներս, անպայման մատնոց եմ օգտագործում, եթե թելն ու ասեղը ձեռքս է, մատնոցը պետք է վերցնեմ, թելն էլ լավ քարկապ ենք տալիս, որ հանկարծ չպոկվի, շարում եմ և հիշում եմ, հարևաններով նստում էինք, ծառի հովը, ամեն մարդ իրեն շարոցն էր շարում ընկյուզները թելի վրա, չորացնում էինք և շփոթն էինք պատրաստում մեծ ղազանով, 50 լիտրանոց, դարձյալ չէր բավականացնում, մի հատ էլ էինք պատրաստում, որ 2-3 հարևան շարած ընկյուզները շփոթը բավարար էր,
Հիշողությունները լավ բան է, սիրելիներս, միշտ էլ հիշում ենք, չենք կարող մոռանալ մեր հուշերը, մեր մեծերին, մեր արած դրածը, մեր մեծերի արած դրածը, մեր մեծերի խրատները, ահա մեծացել ենք, նոր արդեն գիտակցում ենք։ Հիմա տեսեք, սիրելիներս, շարեցի, չէ, վերջացրեցի, վերջի մասում նախ այսպես իջեցնում եմ ընկյուզները և մի հատ էլ այսպես կես ամբողջական ընկյուզ վերևի մասը ոնց որ այսպես ծածկեմ։ Հիմա մկրատով թելը կտրում եմ և անցկացնում եմ այս երկաթե օղակների մեջ։ Սա էլ քանի տարի առաջ եմ գնել Viber-ից, ընտիր են։ Մի ժամանակ ամուսինս էր պատրաստել, նրանք էլ ունեմ, պահել եմ, հակառակ դեպքում եթե շատ պատրաստեմ, հա կօգտագործեմ, 30 հատ ունեմ, տեսնեմ ինչքան կբավականացնի և ահա ավելորդները կտրում եմ, այսպես հերթով, տեսնում եք 35 սանտիմ եմ արել, բավական է։ Հիմա սիրելի շարում եմ, սիրելի հետևորդներ ջան, ֆրունչելաները երկու ընկյուզ իրար վրա եմ դնում և թելը նորից մեջտեղից անցկացնում եմ։ Մեզ հույր եկավ այս պահին որդուս ընկերոջ կինը, ընկերը Հայաստան է, հույր եկավ, մեր կողքն են ապրում, սիրելիներս, շատ լավ անձնավորություն է, ճիշտ է, ռուս է, բայց շատ պարզ, մաքուր հոգի ունեցող աղջիկ է, մեր ընտանիքի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է, նստած զրույց ենք անում, ասում է ինչ ես անում, ասում եմ շարոց եմ շարում, ինքն էլ է շատ սիրում, ասեմ, որ հայերեն շատ լավ հասկանում է, բառեր կա արտասանում է, այսպես մի քանի հատ էլ ֆրունչելաներից, հիմա բավականին շարել եմ, այս շարած շարոցները պետք է կախենք չորանա, նոր չորանալուց հետո արդեն շփոթը կպատրաստեմ, մնացածը կադրից դուրս կշարեմ։ Սա էլ ֆրուչելաներն են, որոնք դեռ էլը պետք է շարեմ կադրից դուրս, պետք է չորացնեմ նույնպես։ Անցել է մի քանի օր, սիրելի հետևորդներ ջան, ընկույզները լավ չորացել են, շփոթը կպատրաստեմ և տեսնում եք արանքներ կա, այդ արանքները նորից կիջեցնեմ, որ թաթախելուց հետո գեղեցիկ շարոց ստանանք։ Սիրելիներս, սկսում եմ պատրաստել մեր շփոթը։ Երկու տեսակի հայկական դոշաբ ունեմ, սև թթի և սպիտակ թթի, դրել եմ շաքարավազ, մի պաչկա դարչին աղացած, մեխակն էլ հատիկավոր է, դրել եմ ջրով եռը, որ ջուրը ավելացնեմ։ Հիմա 4 բաղադրիչներն եմ խառնում իրար, այլուրի վրա ավելացնում եմ շաքարավազ։ Ես բաղադրիչները, չափաքանակները կգրեմ անպայման, ինձ մոտ 900 գրամ ալյուր է և 3 կիլոգրամ շաքարավազ։ Ալյուրին, շաքարավազին ավելացնում եմ 1 տուփ դարչին, ջուրն էլ դրել եմ պլիտային, եռում է, պատրաստելու եմ եռման ջրով մեր շփոթը, հիմա մի լավ խառնեմ։ Հիմա եռման ջուրը պետք է լցնեմ շաքարավազի և ալյուրի վրա, ինձ օգնում է որդիս, պետք է լավ խառնեմ, որ կոշտեր չմնա։ Գործողությունը պատրաստման կատարում եմ մեր ջերմոցում։ Որդիս է խառնում, սիրելի հետևորդներ ջան, ամեն պարագայում օգնում է։ Ջրի հետ այս մի աման դոշաբը լցրել եմ սպիտակ խաղողի, կրակը պետք է շատ մարմանդ անենք ու անընդհատ պետք է խառնենք և քիչ-քիչ կավելացնեմ սև թթի դոշաբը, անընդհատ այնքան պետք է խառնենք, մինչև արդեն պատրաստ լինի մեր շփոթը։
Սիրելիներս, շատ տաք է ջերմոցում, ասեմ հոսանքով փոքր փեճ է, ոտքերս տաքացնում է, վերևն էլ տաք է։ Տեսնում եք, շատ շուտ չեմ հագե։ Այսօր տաք է։ Ջերմոցը մի ավելորդ իրեր ենք լցրել։ Տեղ չունենք ճիշտն ասած, դրել ենք այդ գործիկ, մեծ կացա, ավելորդ էլի հայատի այս աստիճանները, որ շենքի վրա գործ էին անում, մի խոսքով սիրելիներս։ Համ հանգստանամ, համ էլ կոֆե բերեց հարսը, կոֆեն խմենք, որդիս է խառնում, թող խառնի, հետո շարունակեմ ես։ Դուք ինչպես եք, սիրելիներս, ինչ գործով եք զբաղված, ես էլ լավ, համեղ գործով եմ զբաղված։ Կոֆեն խմեցինք, վերջացրեցինք։ Հիմա խառնում եմ եւ ավելացրել եմ արդեն մյուս ամանի մեջի դոշապն էլ, երկու ամանն էլ լցրել եմ։ Արդեն կամաց պետք է պնդանա։ Հիմա շփոթը որդիս է խառնում, ես հիմա ընկույզները կիչեցնեմ ներքև, չորանալուց հետո արանքներ է բացվում։ Շատ հարմար է ջերմոցում պատրաստելը, տեսնում եք, կախելու տեղ կա, հարմարանք եւ լավ է, հարմար է, կարևորը ցուրտ չէ, մի օր կմնա, նոր կտանենք ներս չորացնելու։ Շփոթը դեռ երկար կեփեմ, սիրելիներս, հենց որ սկսի եռալ, բլբլթալ, այդ ընթացքից մինչև վերջ տևում է 30-ից 40 րոպե։ Այդ ժամանակ կավելացնեմ մի փոքր շաքարավազ, վերջում եմ մի քիչ էլ ավելացնում, որ մեր շարոցները փայլուն լինեն։ Ես ուրիշ ոչինչ չեմ օգտագործում։ Սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք, երբ որ արդեն շարոցները շփոթի մեջ կթաթախեմ, երբ որ շփոթը պատրաստ լինի։ Պատրաստում եմ, սիրելիները, շփոթը 8 լիտր ջրով, 8 լիտր ջրին ավելացրել եմ 900 գրամ ալյուր, 3 կիլոգրամ շաքարավազ, մի տուփ մեխակ եւ մի տուփ էլ դարչին։ Մեխակը ջրով եռացրել եմ, լցրել եմ շփոթի մեջ։ Ես մանրամասը նորից եմ ասում, կգրեմ գրառման բաժնում, որ ձեզ պարզ լինի։ Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ խաղաղ, լավ ու բարի օր ունենաք։ Սիրելիներս, գնում եմ ջերմոց եւ նկարում եմ ձեզ համար այս գեղեցիկ ծաղիկները, մեկիկ քաղում եմ, ձեզ եմ նվիրում։ Միշտ ուրախացնում են ինձ այս մարգարիտկա ծաղիկները իրենց գեղեցկությամբ։ Երեկ, սիրելիներս, գնանք ջերմոց, կպատմեմ, թե ինչու մինչև վերջ ցույց չտվեցի, թե ինչպես ենք շփոթի մեջ թաթախում մեր քաղցր շարոցները։ Գնանք միասին, կբացատրեմ եւ ցույց կտամ։ Երեկ լույսերը գնաց, խայտառակ վիճակ։ Ուրեմն հեռախոսի լույսի տակ թաթախել ենք մեր բոլոր քաղցր շարոցները, վայ, ճիշտն ասած, մի քիչ հոգիս արդեն ալեկոծվեց, մի քիչ նեղվեց, հետո ասի Տեր ջան, խաղաղեցրու ինձ։ Գնացել է, ինչ պետք է անեմ։ Եթե որ ջղայնանամ, ժողովուրդ ջան, ինչ պետք է անեմ, լույս տալու են, չեն տալու։ Այդպիսի բաներ հազվադեպ է լինում։ Սիրելի հետևորդներ ջան, որ սկսեցինք արդեն նեղվել, համ հարսս նեղվեց, ես նեղվեցի, որդիս մութ, լույս չկա, ինչ ոնց պետք է անենք, արդեն ուզում ենք շփոթի մեջ մտցնենք, հանենք։ Ասեցի մի նեղվեք, ավելի լավ է ուրախ, զվարթ, ես լույսը կպահեմ, հարսիս էլ Մանիկ ջան, դու էլ թաթախի համ կախի։ Որդիս օգնում էր կախելուց։ Կախում էր, տեղափոխում էր, Մանիկը թաթախում էր,
մալեզի մեջ որդիս կախում էր, մի խոսքով ես էլ լույսն էի ապահովում, մի հետաքրքիր դրվագ էր, ափսոս, որ մութ էր, Մարինկան տանը չէր, տղաթոռանս հետ, թե չէ կկանչեի այդ պահը կնկարեի, այնքան հետաքրքիր պահ էր, այնքան մի հատ հետաքրքրություն կար այդ տեսարանի մեջ, որ դա էլ պատմության մեջ գնաց, մեր մեջ էլի պատմության մեջ, կհիշենք այդ օրը, հիմա եկել եմ ձեզ ցույց տալու, սիրով ցույց եմ տալի, թե ինչպես այդ մութ, խավար, առանց լույսի ջերմոցում մենք պատրաստեցինք մի չքնաղ, գեղեցիկ քաղցր շարոցներ։ Այսօր երեկոյան ժամը 5-ին արդեն հարսս կգա, ես վերևում կանգնեմ, կտանենք, կշարենք ներսում, որ չորանա, սա էլ այս պատմությունը, սիրելիներս։ Հիմա ցույց տամ, գնանք, արդեն մի թեթև ցուրտ է, դե երեք վառվում էր, շատ տաք էր, անգամ շատ շոգ էր, ոտքերի տակ բան էր վառվում, էլեկտրական փչում էր, տաքությունը լավ էր։ Հիմա սիրով ցույց։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն սիրով ձեզ ցույց եմ տալիս պատրաստի կախված քաղցր շարոցները եւ ֆրուչելաները։ Ստացվեց շատ ընտիր, փայլուն, համը տեղը, բույրը տեղը, գույնը տեղը, ամեն ինչը շատ ընտիր ստացվեց, մի փոքր էլ հումորային ստացվեց, որ լույսը գնաց, մի կողմից պատրաստում էինք, մի կողմից ուրախ կախում։ Ժողովուրդ ջան, ահա այսպիսի պատմության մեջ ընկանք, բայց փառք Աստծո, տեսակ չէ, ինչքան ընտիր ստացվել է։ Կբերենք ներսը, արդեն կչորանա, դե գիշերով այդ առանց լույսի չէին կարող բերել։ Որոշել էի, պատրաստեի, բերեի ներս, կախենք չորանալու։ Այդտեղ էլ շատ հետաքրքիր մի քանի ժամ անցկացրեցինք, տաք էր, լավ էր, ուրախացանք, ասեցինք, խոսեցինք, եկավ պահը, լույսերը գնաց, ոչինչ։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցի քաղցր շարոցի հոլովակը։ Մենք արտաշացիներս ասում ենք պոպոկով սուջուխ։ Կհանդիպենք, երբ որ չորանա, կկտրենք, միասին կտեսնենք, համ համը կտեսնենք, համ էլ կտեսնենք ինչ տեսք ունի մեր քաղցր շարոցը։ Այսքանով ավարտում եմ այս քաղցր անուշ հոլովակը, մաղթում եմ ձեզ միայն առողջություն, այս աշխարհում միայն առողջությունն է կարևոր, մնացածը ամեն ինչը կարող ենք ունենալ։ Անսահման առողջություն եմ մաղթում ձեզ, իմ լավ, բարի, ջերմ հետևորդներ ջան։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք։ Ստեսություն, մինչ նոր հոլովակ։